Եվ բանը մարմին դարձավ, ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ։ Այս արտահայտությունը փոխում է մարդկության պատմությունը, խոսքը մարմին դարձավ։ Աստված չխոսեց միայն երկնքից, նա չուղարկեց պարզապես պատգամաբեր կամ ներկայացուցիչ։ Խոսքը, որ սկզբում էր, որ Աստված էր, մարմին դարձավ։ Սա նշանակում է հավիտենականը մտավ ժամանակի մեջ, անսահմանը, սահմանափակ մարդկային կյանքի մեջ, սուրբը մեղավոր աշխարհի մեջ։ Եվ Հովհաննեսն ասում է, ու մեր մեջ բնակվեց։ Այդ բառը հիշեցնում է Աստծո ներկայությունը ժողովրդի մեջ, երբ խորանը կանգնեցվեց։ Աստված եկավ և բնակություն հաստատեց մարդկանց մեջ։ Նա ընտրեց լինել մեզ հետ, ոչ թե հեռվից ղեկավարել մեզ։ Եվ մենք տեսանք նրա փառքը։ Ոչ թե այնպիսի փառք, որ փայլում է արտաքին շքեղությամբ, այլ փառք, որ երևում է խոնարհության, սիրո, հնազանդության և զոհաբերության մեջ, միածնի փառքը, որ գալիս է Հորից։ Այստեղ է մեր հույսը։ Եթե խոսքը մարմին չդառնար, մենք երբեք չէինք կարող ճանաչել Աստծուն այսքան մոտ։ Եթե նա չմտներ մեր իրականության մեջ, մենք չէինք կարող դուրս գալ մեղքի մեր իրականությունից։ Սակայն նա եկավ, նա ապրեց մեր մեջ և այսօր էլ շարունակվում է բնակվել իր ժողովրդի մեջ, իր շնորհքով և ճշմարտությամբ։ Այս խոսքը լի էր շնորհքով և ճշմարտությամբ, ոչ միայն ճշմարտությամբ, որ բացահայտում է մեղքը, ոչ միայն շնորհով, որ ծածկում է այն, այլ երկուսը միասին, կատարյալ ներդաշնակությամբ։ Տեր, շնորհակալ եմ, որ խոսքը մարմին դարձավ, օգնիր ինձ ապրել քո շնորհքի մեջ և քո ճշմարտության մեջ։ Ամեն։